Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Այսօր մենք հայկական բռնցքամարտի ամենահայտնի մարզադպրոցներից մեկում ենք Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցում, որը հայկական բռնցքամարտի դարբնոցներից մեկն է։ Այստեղ չեմպիոններ շատ են եղել, իսկ այսօր մենք եկել ենք Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Մանվել Պետրոսյանի հետևից։ Դե ինչ, գնացինք։ Մեր չեմպիոնը Մանվել Պետրոսյանն է։ Արցախցի այս մարզիկը դեռ պատանեկության տարիներին էր մեդալ նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Հետո եղավ Չարաբաստիկ պատերազմը։ Նա Արցախում կորցրեց տունը, բայց ոչ կամքը։ Եվ նա կրկին բարձունքում է Եվրոպայի առաջնությունում մինչև 23 տարեկաների պայքարում նվաճեց չեմպիոնական տիտղոսը։ Մանվել ողջույն, քո պատմությունը միայն սպորտի, բռնցքամարտի մասին չէ, քո պատմությունը պայքարի, կորստի ու հետո նաև վերադարձի մասին է, որը դու նշանավորեցիր չեմպիոնական տիտղոսով։ Ինքդ ինչպես կմեկնաբանես քո անցած 21 տարիները։ Բարև ձեզ։ Դե Արցախում պարապել եմ, այնտեղից եմ սկսել իմ բռնցքամարտը, այնտեղից էլ փոքր վաղտվանից էլ ուզել եմ միշտ չեմպիոն դառնամ, միշտ բարձր պահեմ Արցախի դրոշը, մեր Հայաստանի դրոշը, մեր երագույնը։ Դե վաղտվանից հետ 18 թվին է, որ դարձա Եվրոպայի առաջնության 3-րդ մեդալակիր։ Ցավոտ էր ճիշտն ասած, փոքր վաղտվանից ուզում էի միշտ ոսկուն հասնեի։ 21 թվին, որ դարձա Եվրոպայի առաջնության 2-րդ մեդալակիր, շատ վատ տարեցի եւ այդ վաղտվանից էլ ասում էի, որ պիտի ավելի շատ պարապեմ, ուրեմն միտեղ քիչ եմ արել, որ ես չկարողացա հասնել ոսկուն։ Դե փառք Աստծո այս տարի հասա ոսկուն, չգիտեմ, իմ երևի շատ պարապելուց, աշխատելուց, ես իմ սխալների վրա եմ աշխատում, եթե կորուստներ մի տեղից չեմ հիասթափվել, ճիշտակրվից տուն կորցրեցինք, հայրենիք կորցրեցինք, այդքանից չեմ հիասթափվել, ընդհակառակ ավելի եմ ուժեղացել։ Իմ համար մենակ մի նպատակ կար, ես էլի չեմպիոն դառնայի, իմ անունը հնչվեր ու սաղ իմանայեմ, որ ես արցախցի եմ ու միշտ բարձր պահեմ մեր դրոշը։ Մանվել, երկու եղբայրով եք բռնցքամարտում։ Ինչպես եղավ բռնցքամարտում ձեր ուղին, ինչպես սկսեցիք բռնցքամարտի ճանապարհը։ Փոքր վաղ առաջին անգամ ճիշտ ասած կարատեի գնացինք, մի ամիս պարապեցինք, բայց հասկացանք, որ չէ, դες մի քիչ ուրիշ ձևի սպորտ է։ Մեկ էլ ասինք չէ, երևի բոքս, շատ էինք բոքս նայում, ասինք բռնցքամարտն է մերը։ Ու տենց գնացինք բռնցքամարտի, հայրս էր ընկեր Նարեկին գտավ, այն վաղ ընկեր Նարեկի մոտ էինք պարապում Արցախում, մենք գյուղից էինք, Մարտունու շրջան, Քերտ գյուղից էինք, շաբաթ 4 անգամ գնում էինք Ստեփանակերտ պարապմունքի, 50 կիլոմետր մենակ ճամփա էինք գնում, 50-ը հետ էինք գալի ու այդպես 7 տարի հայրս շաբաթ 4 անգամ տանում էր պարապմունքի ու բերում էր, երևի դրել այդ արդյունքն է, չգիտեմ, այդքան ճանապարհը մենք գիտեինք, էլի մտածում էինք ինչի համար են գնում գալու, սպասում էինք այս օրը, որ պիտի գա։ Շատ ենք պարապել, շատ ենք տանջվել, այդքան ճանապարհներ որ գնում գալիս էինք, պիտի հասնեինք մի բանի, որտեղ իզուր չէին գնում գալի։ Մանվել, երբ եւ ինչպես հասկացար, որ բռնցքամարտը պարզապես հոբի չէ, այն քո կյանքի ուղին է։ Երևի 2018 թվին հասկացա Հայաստանի առաջնությունից հետո, մինչև Հայաստանի առաջնությունը պարապել եմ 5 ամիս, 2017 թվից է սկսում պարապել, այն վաղ ուղղակի սենց ոնց որ գնում էինք, այնքան որ պարապում էինք, բայց հետո հասկացա, որ չէ, բռնցքամարտը իրոքից լուրջ սպորտ է։ Արցախում մարզվելը քեզ ինչ է սովորեցրել։ Նու Արցախում մարզվելը ընդ չկային նմանատիպ տղեկ, որ հետները սպարինգ անեի, բոքս անեի, ինչ-որ բան վերցնեի իրանցից, բայց Արցախում էլ բնությունը կար, ընդից այդ շնչառությունը, բանը սաղ դրա արդյունքներ, պայքարելու հատկանիշի կա մեջս վավշե, միշտ այդ ամեն ինչ ես ուզում եմ պայքարելով հասնել։ Արցախում տունը կորցնելը հոգեբանական ինչ ազդեցություն թողեց։ Ու շատ ազդեցություն թողեց, ու Արցախի կռիվը, որ եղավ, հայրս հրամանատար էր, ու իրանից հետ տեղեկություն չունեի, ինքն էլ պոստերում էր, ես ոչ մի տեղեկություն չունեի, հետո ես խոսացի Արցախի իրանց էլի կամանձիրներ կային, իրանց հետ ասեցին, որ քո հայրը մի շրջափակման մեջ է, կռիվա գնում տեղեկություն չունենք, մենք էլ
տենց երկու աղբերով եկանք այդ ցույցեր բան ու այդ դեպքը տեղի ունեցավ։ Տունը կորցնելը շատ ցավալի է, մինչև մեր չեն կարող համակերպենք, որ մեր տունը գերեզմանոցները թողել ենք ընդ եկել ենք, բայց կա այն ինչ որ կա, մենք պայքարել ենք մինչև վերջ։ Մանվել այդ դժվար պահին ով կամ ինչը օգնեց չկոտրվել։ Դե ծնողներս առաջի հերթին հայրս միշտ ասում էր չպիտի կոտրվես, պիտի գնաս առաջ, պիտի ապացուցես, որ մենք կարող ենք պայքարենք, մենք չպիտի կոտրվենք։ Ես էլ իմ մեջ հասկացա, որ ես չպիտի կոտրվեմ, պիտի ընդհակառակը առաջ գնամ։ Ու ես ավելի շատ ինքս իմ մեջ եմ հասկանում, եթե արդեն ես տղա եմ, ես պիտի ճիշտն ու սխալը որոշեմ։ Երբ պատերազմից հետո առաջինը մտար ռինգ, ինչ էիր զգում։ Չգիտեմ, երևի մենակ պայքարել, հաղթել ու եռագույնը բարձրացնել։ Արցախից հետո մարզվում ես մի մարզադպրոցում, որը մեծ պատմություն ունի, հայկական բռնցքամարտի դարբնոցն է։ Ինչպես ես զգում քեզ, ինչպես ընդունեցին քեզ այստեղ։ Շատ լավ եմ զգում ինձ, հպարտ եմ, որ այս մարզադահլիճում եմ։ Իմ մարզիչները շատ լավ մարզիչներ են, շնորհակալ եմ իրանցից։ Իրանք ոչ մի ժամ չեն խնայում իմ վրա աշխատելուն, ինձ բարձրացնելու համար։ Ես էլ շնորհակալ եմ բոլորից իմ մարզիչներից։ Ու հպարտություն զալից նես բռնցքամարտիկներ կա մեր պատմություն ունենք այս զալի կերտած, մենք էլ պիտի շարունակենք նույն ձև, գոնե մենք էլ ինչ-որ մի բանի հասնենք։ Իսկ այսօրվա մանվելը ինչով է տարբերվում 2020 թվականի մանվելից։ Ինձ թվում է թե հիմա ավելի հասունացած եմ, այն վաղ բաներ կա ճիշտ չէի անում կամ սպորտի վերաբերյալ երևի շատ չէի պարապում կամ թեկուզ շատ էի պարապում, փորձ չէր հերիքում, հիմա փորձել եմ ձեռք բերել, բայց շատ քիչ ալ է արդյունքը իմ նպատակին հասնելու համար։ Ինձ թվում է թե հիմա ավելի շատ խելքով պիտի աշխատեմ, որ մի բանի հասնեմ։ Մանվել 2025 թվականը այսուհանդերձ քո մարզական կարիերայի ամենալավագույն տարին էր։ Դու դարձար մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Ինչ զգացիր, ինչքանով էր կարևոր այս տարին քեզ համար։ Շատ կարևոր է, Արամ ջան։ Հպարտություն, մենակ հպարտ էի, որ ես կանգնեցի առաջ տեղին ու եռագույնը ծածանեցի։ Չգիտեմ, որ մեր հայրենիքը մեր вообще մոտս նենց մի բան է, որ չպիտի պարտվեմ, ռինգ եմ մտնում մենակ պայքարելու, կռվելու, հաղթելու համար։ Մեր հայրենիքում չէի կարող պարտվել, քանի որ ճիշտ չէր լինի մեր հայրենիքում ես պարտվեի։ Երևի դրանք էլ իրար վրա դրած ավելի է ոգեշնչված կռվում ու հասալ իմ նպատակին կարելի ասել, մինչև զբորներն էլ ասել էի, որ շատ կուզեի, որ դառնայի չեմպիոն ու դրա համար պայքարում եմ, աշխատում եմ ու այդ աշխատանքը ի վերջո իր արդյունքը տվեց։ Ամեն դեպքում եզրափակիչի մենամարտը շատ ծանր ստացվեց։ Անձամբ ես հատկապես 3-րդ ռաունդում վայրկյաններն էի հաշվում, թե երբ է ավարտվելու մենամարտը։ Շատ ծանր տևեց, քանի որ շատ լավ մարզիկ էր եզրափակիչի մարզիկը։ Չգիտեմ, երևի ես կարա տեղկա ճիշտ չեմ աշխատել, տեղկա ճիշտ եմ աշխատել։ Լավ ստացվեց մենամարտը, առաջին ռաունդն ու երկրորդ ռաունդը շատ լավ ստացվեց, երրորդ ռաունդը ուղղակի մի փոքր ես իր տեմպի տակ կանգնեցի, ասենց ասեմ, շատ կանգնեցի, դրա համար մի քիչ այն չեղավ երրորդ ռաունդը, բայց ինքը շատ ուժեղ բռնցքամարտիկ էր ու իրանց փորձը շատ է, էլի փորձը ամեն ինչ ասում է։ Ուշ տվեց այն հանգամանքը, որ մրցում ես Երևանում, հանդես ես գալիս հայրենի հողում։ Իհարկե, քանի որ մեր հայրենիքում է, մեր հողում է, ուշ տվեց, չէի լարվում, քանի որ շատ մարդ կգար կնայեր, չէր նայ ով ինչ կասեր կողքից։ Ես մենակ մի նպատակ ունեի, մտնեի ռինգ, կռվեի, հաղթեի ու դուրս գայի։ Ուրիշ հանգամանք չկար, բայց հպարտ ես էլի, որ քո հողում կարող ես դու չեմպիոն դառնաս ու մարդիկ էլ նայում են, տենում են։ Շատ, ոնց ասեմ, ուշ տվեց երևի այս մրցումը ինձ, քանի որ մեր հողում էր, պիտի էլի ամեն ինչ անենք, որ չեմպիոն դառնանք։ 2026-ին ո՞րն է լինելու գլխավոր նպատակը։ Դե գլխավոր նպատակը երևի Հայաստանի առաջնությունն է, Հայաստանի առաջնությունից հա սկսում։ Հայաստանի առաջնությունը հաղթել ու հետո արդեն Եվրոպա առաջնություն կլինի, աշխարհ առաջնություն կլինի, մասնակցել մնացած մրցաշարերին, բայց գլխավոր Հայաստանի առաջնությունն է, որը պիտի ամեն ինչ անենք, որ գոնե առաջ տեղը զբաղեցնենք ու դրանից հետո անցնենք մեր մյուս փորձերին։ Դե ինչ Մավել, շնորհակալություն եւ քեզ նորանոր հաղթանակներ։ Շնորհակալ եմ։ Արման Հարությունյանը Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի տնօրենն է, նաեւ մարզչական գործունեությամբ է զբաղվում։
Պարոն Հարությունյան, ձեզ բավականին վարդ գործ է բաժին հասել, դուք գլխավորում եք այս մարզադպրոցը, որը հարուստ ավանդույթներ ունի։ Սա որքան էլ մեծ պատիվ է, նաև պատասխանատվություն է։ Դա ձեզ ավելորդ լարվածություն տալիս է։ Ճիշտն ասած, դա մեծ պատիվ է լինել այս մարզադպրոցի ղեկավար եւ որպես մարզիչ, քանի որ ես հենց ինքս մարզումները սկսել եմ այս մարզադպրոցում մարզումները ավարտելուց հետո անցել եմ մարզչական աշխատանքի, հիմա բախտը վիճակվել նաև տնօրեն լինել այս մարզադպրոցում, բայց ես համատեղում եմ եւ մարզիչ, եւ մարզչական աշխատանքը, եւ տնօրենի աշխատանքները կարգավորել համատեղ։ Այստեղ չեմպիոններ շատ են եղել։ Վերջին չեմպիոնը թեպետ Մանվել Պետրոսյանն է, դուք Ռոբերտ Պետրոսյանի հետ նրա անձնական մարզիչն եք։ Որն է նրա հաղթանակի գրավականը։ Նրա հաղթանակի գրավականը հիմնականում աշխատասիրության մեջ է։ Համառ աշխատասեր երիտասարդ է, որը գրեթե երբևէ չի բացակայում մարզումներից եւ մարզչի կողմից դրված պարտականությունները մի բան էլ ավել կատարում է։ Պարտաճանաչ եւ պատշաճ ձևով։ Պետք է խոստովանեմ, որ երիտասարդների ու նաև ինչու՞ չէ, մինչև 23 տարեկանների բռնցքամարտը լրիվ տարբեր է մեծահասակների բռնցքամարտից։ Նրան պրոֆեսիոնալ արդեն մեծահասակների բռնցքամարտում մեծ ապագա կանխատեսում եք։ Ասենց ասեմ, երիտասարդների բռնցքամարտը գրեթե մոտ է արդեն մեծահասակների բռնցքամարտին, այնտեղ մի քայլ է իրարից բաժանում, քանի որ եւ մրցավարական պայմաններում մինչև 23 տարեկանների բռնցքամարտը արդեն գրեթե հավասարվում է մեծահասակների պայքարին։ Եվ ինչու՞ չէ, եթե այսօր նա դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող մինչև 23 տարեկանների, նա վաղը մեր ազգային հավաքականի առաջատար մարզիկներից մեկը պետքա դառնա։ Դե ինչ, մենք անհամբեր սպասելու ենք ու ուշով հետևելու ենք նրա մրցելույթներին, մարզումներին եւ տա Աստված, որ նա հասնի իր գլխավոր նպատակին։ Շնորհակալություն։ Ռոբերտ Պետրոսյանը Մանվել Պետրոսյանի անձնական մարզիչն է։ Ռոբերտ չեմպիոնի մարզիչ եք, իսկ 2025 թվականը ձեր կարիերայում թերևս ամենակարևորներից էր որպես մարզիչ, դուք նաև բրոնզե մեդալակիր ունեցաք մեծահասակների աշխարհի առաջնությունում։ Սա թերևս մարզչի համար ամենաբերկրալի պահերից մեկն է։ Այո, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Արթուրը Բազեյան։ Իհարկե մեծ մեդալ էր, մեծ նվաճում մարզիչի համար, բայց աշխատելու ենք, որ այդ մեդալի գույնը անպայման փոխենք։ Կարևոր է նաև Մանվելի չեմպիոնությունը, 22 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձավ Մանվելը։ Մանվելի մասին ինչ կարող եմ ասել, Մանվելը շատ աշխատասեր, իր աշխատասիրության շնորհիվ եւ իհարկե կուզեմ նշեմ իր լսելու, մարզիչին լսելու, հավատալու շնորհիվ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Որն է ռինգի մեջ արդեն նրա ամենաուժեղ կողմը։ Ռինգի մեջ Մանվելի ամենաուժեղ կողմը լսելն է, ես կշեշտեի, որ դաժե մենամարտի ընթացքում ինքը կարող է լսելու արդյունքում մենամարտի ընթացքը փոփոխել։ Կամ մի բան, որ փորձում եք փոխել իր մարտավարությունում կամ թեկուզ կյանքում ապրելակերպում, բայց չի ստացվում դեռ։ Չէ, ասի, որտեղ Մանվելը շատ լսող է եւ ամեն մի խորհուրդ ինքը իրան խորհուրդ տալուց էլ աշկերտին նայելով զգում ես, որ ինքը խորհուրդը, այսպես ասած 100% ընդունել է այդ խորհուրդը եւ Ինչպես եք տեսնում նրա ապագան։ Մանվելը հեռանկարային բռնցքամարտիկ է, ապագան տեսնում եմ, որ կարա ավելի մեծ հաջողությունների հասնել։ Չեմպիոնի հետ այս անգամ Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցում էր, իսկ մեր չեմպիոնը Մանվել Պետրոսյանն էր։ Սպասեք մեզ։